Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք ազգային բուրժուազիա հաղորդաշարը։ Այդ հաղորդաշարը նախաձեռնել է Առավոտը Շտիգեն ընկերությունների խմբի հետ համատեղ։ Գործարարների, մենեջերների, փորձագետների հետ մենք խոսում ենք բիզնեսի ազգային պատասխանատվության, մեր հասարակությունը բարեփոխելու խնդիրների մասին։ Կոնկրետ այսօրվա թեման է ազգային արժեքներ կրող բիզնեսի շուկայում դիրքավորումը։ Եվ այժմ իմ զրուցակիցն է Brand ընկերության համահիմնադիր Էդուարդ Քանքանյանը։ Շնորհակալություն Էդուարդ։ Շնորհակալություն։ Նախազգայինի մասին դուք ձեր տեսահոլովակներից մեկում ասացիք, որ ոչ ոք չի առնի որևէ ապրանք միայն այն պատճառով, որ այն հայկական է, եւ դա ակնհայտ է, անվիճելի է, հա։ Եթե սակայն գնի եւ որակի հարաբերակցությամբ մոտ լինի այլ ապրանքին, արդյոք մեր սպառողը կառնի հայկական, թե ֆիրմա, այսպես ասած, ապրանքը։ Դա շատ կարևոր հարց է եւ ես կարծում եմ, որ այստեղ խնդիրը նրանում չի, որ մենք չպետք է նախընտրենք հայկականը, այլ պետք է հայկականը լինի նախընտրելի ոչ միայն նրա համար, որ հայկական է, այլ նրա համար, որ մրցունակ է եւ սպառողի տեսանկյունից ավելի շահավետ է։ Շատ երկրներ շատ լուրջ քաղաքականություն ունեն, թե ոնց են տեղական արտադրանքը խթանում, պետությունները, այսինքն պետությունները, հասարակությունը, օրինակ, այս վերջերս, քանի որ մեր մյուս գրասենյակը Կանադայում է, գիտեք, երևի Տրամպի տարիֆների հետ կապված մեծ ալիք սկսեց եւ ամբողջ Կանադայում սկսեց տեղական արտադրանքի խրախուսման մեծ քարոզարշավ եւ մարդիկ նույնիսկ բոյկոտում են այն ամենը, ինչ որ արտադրված էր Ամերիկայում եւ դրա փոխարենը նախընտրություն տալիս տեղականին, կանադականին։ Տրամպին ինադու։ Այո։ Եվ սա ժամանակ առ ժամանակ շատ ակտուալ է դառնում, դա հատկապես սրված է օրինակ գյուղտնտեսական ապրանքների դեպքում, որ մարդիկ միշտ նախընտրում են տեղական արտադրանքը։ Բայց երբ որ ընկերությունները դա սկսում են դարձնել խաղաքարտ եւ սկսում են հայկական չընտրելը դարձնել որպես դավաճանություն, իսկ մենք դրա փորձը ունեցել ենք, երևի շատերը կհիշեն տարիներ առաջ, երբ որ ռուսական խոշոր տաքսիների ընկերություն մտնում էր հայկական շուկա եւ տեղական շուկայի առաջատարի ղեկավարը շատ տենց բուրըն ելույթ ունեցավ ներկայացնելով, թե իրանք որ Տիգրան Մեծի սերունդներն են եւ դա դավաճանություն է, եթե դուք չընտրեք հայկականը, եւ դա լրիվ հակառակ էֆեկտ տվեց։ Խոսքը դրա մասին է, որ ընկերությունը պետք է դրա հետ շատ զգուշ լինեն եւ հայկական լինելը դիտվի որպես հավելյալ բոնուս, այլ ոչ թե նախապայման ապրանքը ընտրելու համար։ Կարող եք ասել, որ ազգայինը տվյալ դեպքում ինչ որ մի հատ պլյուսի կա, այսպես ասած, որը այլ պայմաններում, այլ հավասար պայմաններում է միայն գիրառվում։ Այո, չնայած կախված արտադրատեսակից, իհարկե, ամբողջ աշխարհում տեղական կաթնամթերքը միշտ ավելի լավ է վաճառվում, քան թե ցանկացած այլ ներմուծված կամ օրինակ սեզոնային մրգերը միշտ տեղականը ավելի նախապատվելի է, քան այն ինչ որ ներմուծում է։ Բայց այլ արտադրատեսակների դեպքում կլինի դա օրինակ տեքստիլ, կլինի դա նույնիսկ ծառայություններ եւ այլն, մարդիկ մեկը ընտրելու են այն, որը որ ավելի մաչելի է, ավելի շահավետ է, ավելի լավ առաջարկ է։ Բրիտանացի ընկերաբան Բենեդիկտ Անդերսոնը ազգը անվանում է երևակայական հանրություն, այսինքն ես ծանոթ չեմ 10 միլիոն հայերի հետ բնականաբար, բայց ինձ զգում եմ ինչ որտեղ մի թիմի, մի համայնքի անդամ։ Դա բիզնես, եթե դուք դրա հետ համաձայն եք, դա բիզնեսի համար ինչ որ նշանակություն ունի, այսինքն ոչ թե տեղական, այլև հայկական, այսպես ասած։ Այո, իհարկե դա կա, ու դա զուտ հայկական երևույթ չէ։ Նույնիսկ եթե մենք ուսումնասիրենք բազմազգ երկրներ եւ քաղաքները, մեծ մեգապոլիսները, որտեղ կան տարբեր համայնքներ, չինացիներ, կորեացիներ, պարսիկներ եւ այլն, ես նույնիսկ նկատել եմ, որ մեծ խոշոր ընկերությունները կախված թաղամասից, թե որտեղ ավելի շատ կոնկրետ ազգություն կա, նրանք իրենց գովազդային քաղաքականությունը ադապտացնում են։ Այսինքն
պայմանական բանկի գովազդային պաստառների վրա, երբ որ դու գնում ես մի թաղամաս, որտեղ ապրում են կորեացիներ, դու երբեք չես տեսնի օրինակ սև մաշկով կամ սպիտակ մաշկով մարդկանց։ Դրանք միշտ ասիացիներ են։ Եվ դա շատ ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում։ Նույնիսկ ես ժամանակին տենց գրառումներ էի անում, որ օրինակ հայկական ընկերություններ իրենց գովազդային պաստառների մեջ, նյութերի մեջ օգտագործում էին, ասենք պայմանական ինչ-որ շվեդերի դեմքեր, որը իրենց ավելի քիչ ռելևանտ է սարքում, օրինակ նույն հայերին։ Եվ դա շատ բնական է, դա շատ մարդկային է, եւ դրա հետ պետք է ուղղակի հաշվի նստել եւ նաեւ գոյություն ունի sense երանգյունի, որի մեջ բոլոր ազգերը գտնվում են ինչ որ մի կետի վրա։ Այսինքն պայմանական մենք եւ կանադացիները կամ մենք եւ ճապոնացիները շատ քիչ ավելի ընդհանրություն ունենք, քան օրինակ մենք եւ կոլումբիացիները։ Եվ միգուցե եթե մենք ուսումնասիրենք այլ նմանատիպ մեզ բնավորությամբ ավելի մոտ ազգերի վարքագիծը նույն մարքեթինգի եւ բիզնեսի առումով, դա շատ ավելի շատ կարող է մեզ հուշել, քան թե օրինակ ֆրանսիացիների օրինակը։ Լոս Անջելեսում, Գլենդեյլում մեր հայրենակիցները այդ գործոն աշխատացնում են։ Կարծում եմ դեռ ոչ, իրականում մի քիչ աբսուրդային երևույթ է, որովհետեւ իրականում նույն Կալիֆոռնիայում, Գլենդելում հայկական բիզնեսի զարգացվածությունը գտնվում է այն մակարդակի վրա, որը որ օրինակ Երևանում էր 10 տարի առաջ։ Եվ որովհետև ցանկացած տեղ, որտեղ կա այդ իմիգրանտների մեծ հոսք եւ մեծ համայնք, սկզբից նրանց մոտ այդ իմիգրանտային բիզնեսներն են։ Նույն ռեստորանները բացառապես, ասենք, այդպես խորոված, քյաբաբ, բայց հիմա արդեն նկատվում է մի հատ նոր տենդենս, որ մարդիկ, ովքեր արտագաղթել են վերջին տարիներին Հայաստանից եւ տեսել են Հայաստանի, Երևանի ավելի ժամանակակից բիզնեսները, ոչ թե 90-ական թվականների, հա, փորձում են դա կրկնօրինակել Կալիֆոռնիայում։ Եվ դա բերում է նրան, որ այսօր շատ ավելի հետաքրքիր բիզնեսներ են ստեղծվում, շատ ավելի խոշոր ու բազմապրոֆիլ բիզնեսներ են ստեղծվում Կալիֆոռնիայում, քան օրինակ 10 տարի առաջ, ու սա ես կարծում եմ եզակի երևույթ է այդ գաղութի պատմության մեջ։ Մի դեպք պատմեմ եմ տարիներ առաջ Մալթայի թանգարաններից մեկում, ուրեմն պատկերասրահը, այսինքն սրահներից մեկը գրված է այս պատկերասրահը ֆինանսավորվել է Գյուլբենկյան հիմնադրամի կողմից։ Այսինքն ես չգիտեմ Գյուլբենկյանը ինչպես է 20-րդ դարի սկզբին նավթ ծախել, բայց այնուամենայնիվ Գյուլբենկյան անունը հայկական ազգանունը բրենդ է դարձել։ Ես շատ պարզ զգացի, երբ որ Իսպանիայից մեքենայով ճամփորդում ենք դեպի Պորտուգալիա եւ այդ սահմանին ոստիկանները ստուգումներ էին իրականացնում եւ երբ անձնագիրը տեսան, ասին Հայաստանից եք, ասինք այո, ասին դե մենք ստեղ մի հատ ձերոնցից մի հատ շատ հայտնի մեկ ունենք ու ես բացարձակ գաղափար չունեի ու մասնախոսքը ու ասաց Գյուլբենկյանը, որը իրականում շատ հպարտություն էր։ Այսինքն Գյուլբենկյանը կամ Մանթաշովը նրանց կարելի է հենց անվանել ազգային բուրժուազիա։ Այո, միանշանակ, չնայած ես ամեն դեպքում կարծում եմ, որ դա ավելի ակտուալ է դառնում, երբ որ դա ավելի համայնքի տեսքով է լինում, այլ ոչ թե անհատների, որը որ կարծում եմ մենք դեռ բավականաչափ անելիքներ ունենք, որպեսզի կարողանանք այդ բիզնես էլիտա ու ոչ միայն Հայաստանում կամ ոչ միայն, այլ ամբողջ աշխարհով կարողանանք այդ ցանցը ձևավորել եւ դա շատ ընդունված պրակտիկ բան է, ոչ թե այտենց ավելի շատ գաղափարական, այտենց մեծ տեսլական։ Կարող եք ասել, ասացիք անելիքներ ունենք։ Դուք կարող եք այդպես մի քանի քայլ թվարկեք։ Ամենապարզ բանը դա այդ համայնքները պետք է իրեր ծանոթանան եւ ինքնակազմակերպվեն։ Տեսեք, շատ տեղեր ես օրինակ նկատեցի, որ օրինակ հրեաների համայնքում նրանց մոտ այդ կազմակերպումը շատ պրակտիկ մակարդակի վրա է բերված։ Նույնիսկ նրանց այդ համայնքային կենտրոնները կամ իրենց սինագոգները մեծ պաստառներ են կպցնում իրենց ֆասադների վրա, որտեղ առաջարկում են նորեկներին, օրինակ, հարկային խորհրդատվություն, իրավական խորհրդատվություն, այսինքն շատ նյութական եւ շատ կենցաղային լուծումներ,
որը որ իրականում այն մարդկանց համար, ովքեր նոր են տեղափոխվել երկիր, շատ ավելի կարևոր է, քան օրինակ ինչ որ գաղափարական կամ տենց մեծ իդեաներ, համայնք, եկեղեցի եւ այլն։ Սինագոգի շուրջն է դա։ Այո, սինագոգի հենց մուտքի վրա մեծ պաստառակ գծված, որ նորեկների համար tax consulting եւ նրանք փաստացի ինչ են անում, նորեկներին ներգրավում են իրենց համայնք, որովհետեւ դրանք բացարձակապես տարբեր երևույթներ են համայնքը երկրի մեջ, օրինակ Հայաստանում եւ համայնքը օրինակ Ամերիկայում կամ Ռուսաստանում կամ ցանկացած այլ տեղ, որտեղ օրինակ մարդիկ հավաքում են եկեղեցու շուրջ, որը այդքան ակտուալ չի իրականում հենց Հայաստանի մեջ։ Եվ ցավոք սրտի մենք չունենք այդ կազմակերպող մարմինները, եկեղեցին դիլնի։ Ինչու՞ չէ, նաև եկեղեցին, որովհետև դա ամենաակնհայտ եւ ամենակայացած կառույցն է ամեն համայնքում։ Բայց ամեն համայնքում ես կարծում եմ պետք է գտնվի ինչ-որ մեկը, որը օժտված է այդ հմտություններով եւ ինքնակազմակերպի, օրինակ մեր Տորոնտոյում օրինակ կա շատ լավ հայկական համայնք եւ շատ կայացած մասնագետներ, շատ լավ հաջողությունների հասած մարդիկ, բայց նրանք կարելի ասել ոչ մեկի չի ճանաչում եւ մենք մի անգամ օրինակ տենց թենիսի շուրջ հավաք կազմակերպեցինք, ուղղակի networking event, ինչպես ոնց որ բիզնես աշխարհում կոչվում է, եւ ուղղակի թենիս խաղացինք, շփվեցինք, հետո սուրճ եւ ուղղակի շատ լավ ու կայացած մարդիկ իրար հետ ուղղակի ծանոթացան։ Դուք Տորոնտոյում եք ձեր օֆիսը։ Մեր գրասենյակը Տորոնտոյում, այո։ Ընդհանրապես բարեգործության մասին, հա, կարելի է անվանել դա ազգային կամ սոցիալական պատասխանատվության մի մաս, բայց երբ բիզնեսմենը շատ է խոսում իր բարեգործ լինելու համար, դա դառնում է մարքեթինգ, այդպես կարելի ասել։ Այո, դա ավելի շատ ուղղված է լինում այդ անձի բրենդին, որովհետև մարդիկ երբ որ գալիս են իրենց բիզնես ճանապարհի որոշակի մայրամուտին, նրանք արդեն սկսում են մտածել իրենց այդ անգլերեն բառը legacy, այսինքն ժառանգության եւ ոնց մարդիկ իրենց կհիշեն եւ այդ պարագայում նրանք մի քիչ սկսում են ուղղվածությունը իրենց այդ զուտ բիզնեսայինից վերածել նաեւ օրինակ բարեգործության կամ ինչ որ համայնքային աշխատանքի, որ նրանց հանդեպ ընկալումը ավելի դրական բաների հետ ասոցացվի, որի մեջ իրականում ոչ մի վատ բան չկա, շատ գովելի է եւ շատերը դա ի նպաստ հասարակության են անում կամ իրենց համայնքի են անում, որը միայն ողջունել է, նույնիսկ եթե դրա մեջ կա ինչ-որ շահադիտական նպատակներ։ Ես այդ օրինակը բերել եմ, բայց ձեր կարծիքը նույնպես ուզում եմ իմանալ։ Այդ շենքը կառուցելիս մենք չենք օգտագործել թուրքական ապրանք։ Դա ինչ է։ Դա ազգային պատասխանատվություն է, թե դա մարքեթինգ է։ Դա երկուսը մեկում, որովհետև դա միանշանակ օգտագործվել է մարքեթինգային նպատակով ու նույնիսկ հիմա այսինքն կան հարյուրավոր նորակառույցներ, բայց ես համոզված եմ, որ շատերը գիտեն այդ շենքի տեղը Սարալանջի վրա, որը նույնիսկ ոչ թե պաստառի տեսքով, այլ ասես դա փորագրել է շենքի ֆասադի վրա։ Հայտարարություն էր, այսպես ասած։ Որը իրականում ես կարծում եմ, որ դիրքորոշում է եւ բնականաբար շատերի համար դա որոշիչ գործոն է։ Չնայած շատ բիզնեսներ այսօր միգուցե նաև չեն օգտագործում թուրքական օրինակ շինանյութ, բայց դա չեն գովազդում եւ փաստացի կորցնում են այդ առավելությունը, որը կարային բարձրաձայնեն։ Վստահության մասին, այսինքն այս ամենը ստեղծում է վստահությունը։ Մենք ունենք Հայաստանում վստահության դեֆիցիտ եւ եկեք պարզենք, թե որն է դրա պատճառը, հա։ Նախ ազգային բուրժուազիա բարի նկատմամբ կա անվստահություն, որտեղ եթե հարուստ է, ուրեմն ինչ-որ մի տեղից ինչ-որ մի բան գողացել է։ Դեռ կա մեր հասարակության մեջ այդ պատկերացումը։ Կարծում եմ կա, բայց կա նաև դրա այդ կարծրատիպը կոտրող նաև սերունդ, որը որ գիտեք շատ էական տարբերություն կա եւ ես որպես մարդ, որ աշխատում է այդ բոլոր տեսակի բիզնեսների հիմնադիրների ղեկավարների հետ, ես միանշանակ կարող եմ ասել, որ կա հստակ սերնդափոխություն։
Այսինքն այն մարդիկ, ովքեր հարստացել են 90-ականներին, ու դա անպայման չի լինի կոռուպցիայի, բայց խաղի կանոնները լրիվ այլ են եղել։ Եվ այն մարդիկ, ովքեր կայանում են այսօր, նրանք կատեգորիկ իրարից տարբերվում են։ Եվ այն մարդիկ, ովքեր այսօր նախ այսօրվա բիզնեսները շատ ավելի հանրային են, շատ ավելի քիչ ներգրաված են օրինակ քաղաքական process-ների մեջ եւ դա իրենց կարելի ասել մաքրում է քաղաքականությունը կեղտ է իհարկե ու դա միշտ է ու դա բոլոր տեղերում է այդպես դրա համար այն մարդիկ ովքեր այսօր կայանում են զրոյից ինչ որ բան են ստեղծում որոնց հիմքում ինչ որ տեխնոլոգիաներ կան կամ խելացի միտք կա նույնիսկ ես ձեզ ավելին ասեմ այն մարդիկ ովքեր ժառանգել են բիզնեսները Հիմա Հայաստանի երևի այս նորանկախ պատմության մեջ առաջի սերնդափոխությունն է լինում, երբ որ հարստությունը մի սերունդից փոխանցվում է մեկ, այսինքն իրենց հաջորդ սերունդին, եւ նրանց երեխաները շատ ավելի լավն են իրականում։ Ուրեմն երկու պատճառ նշեցիք։ Առաջինը 90-ական թվականները, երբ կոպիտ ասած շունը տիրոջը չէր ճանաչում եւ դա թողել է հետ կորեն մեր հոգեբանության մեջ եւ երկրորդը մենք ճունենք հին փողեր, այսինքն մեծ մասը, որոնք հայտնի են այսօր որպես օլիգարխ, նրանք մեծացել են համեստ սովորական ընտանիքներում։ Այդ երկու պատճառներն են անվստահության պատճառը։ Այո, որովհետեւ դա նույնիսկ իրականությունն է այսօր ցույց տալիս, որ այն մարդիկ, ովքեր շատ մեծ հարստություն են կուտակել այս տարիների ընթացքում, այդ սկսած 90-ականներից, նրանցից շատերը ուղղակի լավ բիզնեսմեններ չեն, ու դա հիմա այսօր երևում է, որտեվ այսօր ավելի մրցակցային շուկա է, այսօր շատ ավելի բարդ է, օրինակ նման կերպով հարստություն կուտակելը, եւ ուղղակի դա ավելի ակնհայտ է դառնում, որ այդ մարդիկ բիզնեսի մարդիկ չէին, ուղղակի նրանք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում էին եւ դա մեծ հնարավորություններ է իրենց համար ստեղծել բայց բնականաբար ժամանակները փոխվում են եւ ես հուսով եմ որ նաեւ հասարակության վերաբերմունքը բիզնեսի նկատմամբ կփոխվի որովհետեւ հիմա շատ ավելի շատ մարդ է զբաղվում բիզնեսով շատ ավելի շատ փոքր նոր ստեղծվող բիզնեսներ կան եւ էլի լինելով հանրային մարդիկ տեսնում են նրանց ճանապարհը Այսինքն այսօր բազմաթիվ խոշոր բիզնեսներ արդեն կարելի ասել կան, որոնք ստեղծվել են, ասենք, փոքր մի հատ Instagram-ի էջից։ Եվ մարդիկ տենց բոլոր этаպներով տեսել են թե դա ոնց է։ IT-ին նկատի ունեք, թե ոչ միայն, սկսած փոքր, ասենք, ինչ որ խանութից, փոքր ինչ որ տենց սերվիսից մարդիկ տեսնում են այդ ճանապարհը եւ այդ դա է հենց վստահություն, որովհետեւ երբ որ կա ինչ որ չերևացող տենց քողարկված մաս, որը շատ հատուկ էր այդ նույն 90-ականներին, չորնենալ։ Այո, մարդիկ այն ինչը չէին տեսնում, երևակայությամբ էին պատկերացնում, թե ոնց է դա տեղի ունեցել։ Իսկ հիմա դու կարելի ասել բաց ձևով ամեն ինչ տեսնում ես։ Այսօր շատ ընկերությունների ղեկավարներ շատ դժվարությամբ, բայց դառնում են հանրային կերպարներ։ Իրենք են սկսում ներկայացնել իրենց ընկերությունը ու պարզվում է շատ մարդիկ շատ այլ իմիջ ունեին միջև այն պահը, որ հանրային չէին եւ հանրային դառնալուց հետո նրանց հանդեպ համակրանքը հասարակության շատ էական ձևով փոխվել է։ Ինչի եմ ես վստահության մասին հարցնում։ Քայլերը, որոնք ուղղված են սոցիալական պատասխանատվությանը, դրանք մեծացնում են վստահությունը։ Այո, մեծացնում են, բայց կարա նաև հակառակ, այսինքն կախված նրանից, թե սոցիալական պատասխանատվությունը որ ուղղությամբ է օգտագործվում։ Շատ լավ օրինակ Bill Gates-ը, որը լինելով երկար տարիներ աշխարհում ամենահարուստ մարդը, հանրային կերպով պատասխանատվություն վերցրեց, որ ինքը իր կարողության 99%-ը տալու է բարեգործությանը։ Արդյունքում նրան էլի միլիարդից ավել գումար ամեն դեպքում մնում է, բայց Bill Gates-ի հանդեպ վերաբերմունքը միանշանակ չի այսօր հասարակության մեջ։ Շատերը, որովհետև այդ կոնսպիրոլոգիաների մեջ են նրան մեղադրում, նույն էս COVID-ի ժամանակ շատ բաներ մեղադրում, որտեղ նա օրինակ շատ մեծ ներդրում անում այդ վակցինաների մեջ, տարբեր երկրներում, տարբեր առողջապահ, որի հանդեպ մարդկանց վստահությունը առհասարակ բարձր չի։ Դե արի ու լավություն արա, ինչպես ասում են։ Ու սրա շատ էական բաներ կա, նույն ասենք
շատ մեծ միջազգային մասշտաբի մեծահարուստ մեծահարուստ բիզնեսմեններ այսօր նաև այդ իրենց սոցիալական պատասխանատվության կամ բարեգործության արդյունքում լրիվ հակառակ էֆեկտ են տվել։ Ուրեմն ես վճարում եմ հարկերը, ես չորնենալ չեմ օգտագործում, դա առաջին փուլն է վստահություն ներշնչելու։ Ինչի մասին ասացինք։ Երկրորդ փուլը ես օրինակ չեմ ախտոտում շրջակա միջավայրը, երրորդ этаպը ես վերականգնել եմ այսինչ եկեղեցին կամ այսինչ ուրեմն հայկական մանրանկրթության գիրքն եմ տպագրել։ Հիմա ո՞րն է հասարակության վրա այդ երեք փուլերից ամենաշատը ազդում։ Այն ինչը ավելի շոշափելի է, որովհետև այն որ դուք օրինակ շրջակա միջավայրի հետ կապված ցանկացած բան Հայաստանում բացարձակ ոչ մեկին չի հետաքրքրում, ես կարծում եմ, շատ ցավալի է դա, բայց նույնիսկ օրինակ էլեկտրական մեքենաների կիրառումը ոչ մեկի համար դա բնության ախտոտվածության դեմ պայքարելու միջոց չէ։ Հետաքրքիր է, կարող եք բացատրել, թե ինչու է այդպես։ Որովհետև մարդիկ շատ ավելի պրակտիկ խնդիրներ ու բացեր ունեն իրենց կյանքում, օրինակ նույն տնտեսումը, ֆինանսական կամ օրինակ, որովհետև այնտեղ ուղղակի շատ ավելի շատ էկրաններ կա մեքենայի մեջ, ավելի երբեք նոր մեքենա ունենալ այդքան հասանելի չի եղել եւ դա շատ ավելի ու ես դա ասում եմ բազմաթիվ նմանատիպ ընկերությունների ղեկավարների հետ շփվելով։ Ասում եմ էկոլոգիայի գործոնը 0 է մեր մոտ մարդկանց որոշում կայացնելու գործի մեջ, բաների մեջ։ Ինչով Հայաստանը տարբերվում է զարգացած այլ երկրներից։ Զարգացած երկրների։ Ես համոզված եմ, որ նմանատիպ իրավիճակ կա պայմանական, ասենք, Ռուսաստանում, որտեղ էլի մարդիկ չեն անում դա էկոլոգիայի համար, այլ անում են, որովհետև իրենց տենց ավելի հարմար է։ Ինչ պիտի անենք, մենք պետք է ինչ-որ քարոզենք, թե ես կարծում եմ դա այդ շատ հայտնի է Մասլոյի բուրգով պատասխանը տրվում է, որ մենք առաջնային կարիքներ ունենք դեռ հոգալով, որից հետո մեր մոտ կգան ավելի գաղափարական ինչ-որ տենց ավելի ինքնաակտուալիզացիան ամենավերջ իդեաներ։ Բայց մնացած առումով իրականում մենք գտնվում ենք ոչ շատ տարբերվող իրավիճակում ամբողջ մեր նմանատիպ իրավիճակում գտնվող երկրների հանդեպ։ Անգլերեն բառ կա nudging, երբ որ դու չես պարտադրում, բայց կարծես թե ինչ-որ բզում ես, հա, սպառողին, որ նա այս անի կամ այն անի։ Եթե դու ենթադրենք քո սուպերմարկետում Սանահինի վանքն ես կպցրել, ասես մեծ, հա, դա քեզ օգնում է քո բիզնեսում, թե չէ։ Կարծում եմ չէ եւ դա շատ վտանգավոր է։ Օրինակ ես բացարձակ ոնց որ կապ չունեմ եւ տեղակի չեմ շատ նյուանսներից, բայց օրինակ ես գովազներում հանդիպեցի, որ անմիջապես ոնց որ պատերազմից հետո հայտնվեց ինչ որ մի հատ նորակառույց կոմպլեքս, որը Շուշի պլազա էր, որ ես վստահ չեմ, որ միանշանակ կնդված զգացել։ Հա, որովհետև նույնիսկ դե ժամանակ չի անցել, դա արդեն մենք դա դիտարկում ենք որպես այտենց պատմական հայրենի վանվասպորական, որը որ ես չեմ կարծում, որ ոնց որ պետք է դառնա շարժման թեմաներ։ Եթե դա ընկերության դիրքորոշումն է, եթե դա սեփականատիրոջ դիրքորոշումն է, որը պետք է ինչ որ ձև կապված լինի ոնց որ բիզնեսի հետ, դա ինչ որ առումով հասկանալի է ու դա շատ ավելի հասկանալի ավելի փոքր բիզնեսների դեպքում։ Բայց երբ որ մեծ բիզնեսները դա դարձնում են ոնց որ մարքեթինգի առարկա, շատ հատկապես այդպես մի քիչ ցավոտ թեմաները, այդ դա ես կարծում եմ ինչ որ սահմանը որ պետք չէ անցնել։ Մեր այս հաղորդաշարի նպատակն է ուղղորդել գործարաններին կամ կարելի ասել բորբոքել ազգային պատասխանատվությունը։ Ինչպես դա կարելի է անել։ Ես կարծում եմ, որ դա պետք է գա ճիշտ ղեկավարներից, որովհետև ղեկավարները իրենցով պետք է լինեն մարդիկ, ովքեր այդ գաղափարները կրողը լինեն եւ ամենակարևորը ստեղ իմ կարծիքով դա ստեղծել մշակույթ, որ մարդիկ պետք է հետ տան հասարակությանը, որովհետև բոլորը սկզբնական փուլում սկսում են ստանալ հասարակությանը, որովհետև փաստացի եթե դու կարողացել ես մեծ բիզնես կառուցել, դա նշանակում է հասարակությունը վստահել է իր գումարները քեզ տնօրինման համար, բայց դա քո գումարը չէ, որ դու պետք է տենց պահես, դնես բանկում ու կամ փոխանցես քո սերունդներին։ Դու պետք է նաև հետ տաս հասարակությանը։ Եվ ստեղ կարծում եմ կարևոր են ճիշտ օրինակները,
մարդիկ, ովքեր կանցնեն այդ ճանապարհով, որոնք կանեն այդպես եւ դա կդառնա ընդունված մոդել, թե ոնց են մարդիկ վարվում իրենց աշխատած գումարով։ Ես հաղորդման վերջում միշտ խորհուրդ եմ հարցնում իմ հյուրից, ում կանչեմ, հա, այս թեմայով ում կանչեմ, բիզնեսմեններին, փորձագետներին, գուցե պատմաբաններին, որոնք Մանթաշևի կամ, չգիտեմ, կարող եք անուններ ասել եւ կարող եք պարզապես ոլորտը նշել։ Ինձ շատ հետաքրքիր կլիներ օրինակ տեսնել մարդկանց, ովքեր Հայաստանից դուրս են հաջողության հասել, որովհետև սա կարծում եմ մեր բիզնեսի զարգացման հաջորդ ու շատ մոտակա этаպը պետք է լինի։ Այն հայաստանցիներին, որոնք այո, որովհետև մի բան է այն մարդիկ, ովքեր ծնվել մեծացել են օրինակ Կալիֆոռնիայում, չգիտեմ, ես վերջերս մի ընկերություն սննդի ոլորտում 1 միլիարդից ավել գումարով վաճառեց իր հիմնադրած ռեստորանային բիզնեսը, որը շատ գովելի է, շատ ոգևորիչ է, բայց դա էլի ոնց որ ամեն դեպքում ընդեղինն է։ Իսկ ես շատ կուզեի տեսնել ու կուզեի նաև մարդիկ տեսնեին օրինակները, որտեղ այն բիզնեսները, ովքեր հիմնադրվել են Հայաստանում եւ կարողացել են այն արտահանել դուրս, հասնել հաջողության, որովհետեւ դա անխուսափելի է մեր համար եւ ես կարծում եմ մենք շատ մեծ պոտենցիալ ունենք դրա եւ այ հենց գիտելիքի եւ այդ ոգևորության պակասն է, որ մարդիկ շատ դեպքերում արհեստական խոչընդոտներ են ստեղծում դրա համար, շատերը խուսափում են, որովհետեւ կարծում են, որ իրանք տենց իրենց փոքր երկրում ինչ որ բան են անում, այնտեղ կա մեծ աշխարհ, որտեղ լրիվ իրականում տենց չի։ Իրականում պետք է ուղղակի այդ քայլը անել, մտնել, փորձել, որովհետեւ տեսեք, օրինակ այդ բեռների տեղափոխման եւ այսինքն այդ փաթեթների գլոբինգի նման բիզնեսների համար օրինակ միջին ասիական շուկաները շատ հասանելի դարձան ու հիմա արդեն բազմաթիվ հայկական ընկերություններ են գնացել այդ շուկաներ, որտեղ ինչ որ մեկը արդեն արեց դա։ Ու իմ մոտ հարցը ինչի օրինակ մենակ միջին ասիական, այլ ոչ աֆրիկական երկրներ պայմանական, որովհետեւ Աֆրիկայում դեռ ինչ որ մի հայ դա չի արել։ Ես համոզված եմ, եթե ինչ որ մեկը դա անի, նրա հետևից գալու են տասնյակ այլ նոր բիզնեսներ, որոնք կմտածեն, որ հա արդեն Աֆրիկայում գիտեն դրա ձևը ոնց է։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ շնորհակալ։ Սիրելի բարեկամներ, ես հիշեցնեմ, որ ես զրուցում եի Brain ընկերության համահիմնադիր Էդուարդ Քանքանյանի հետ։